Սիրելի հետևորդներ, տեսնում եք չէ ես ինչ եղանակ է, երեկվանից ավելի ահավոր եղանակ ու ողջ գիշեր անձրև է եկել, այսօր էլ կիրակի է, ես տանն եմ ու թարս, են որ դրսիս գործերը մնաց շատ գործեր ունեն, չեմ իմանում ուրախանամ, տխրեմ, մի կողմից լավ է ջրվում եմ դարը դաշտը, բայց մի կողմից էլ տխրում եմ գործերս բոլորը մնաց, այնքան գործեր ունեի այսօրվա հետ կապված, դրա համար ասում են նախապես ոչինչ մի որոշիր, չգիտեմ, հույսեր էլ չկա բացելու, հույսեր էլ չկա, թե երեք մի քիչ հույս կար, կտրվում էր անձրևը, այսօր հանրապես ոնց որ թե նայում եմ երկինք, ամպերին, մտածում եմ Տեր Աստված էս չի բացի, մի հրաշք արա, թող մի քանի ժամով անձրևը կտրվի, գործեր ունեմ, հիմա կասեք, բա այս ցեխին, այս ջրին, ուր ես գնալու Նազո ջան, ինձ մենակ պետք է որ անձրև չգա դադարի, այսօր կիրակի է և ես էլ կարող եմ և շուտ եմ արթնացել սովորության համաձայն և հիշեցի իմ մանկության երգերից մեկը, այսօր վաղ ենք արթնացել, հագել, կապել, լվացվել, ձմեռ պապուն նվիրված, սա էլ մարտ ամսվան իմ գործերին նվիրված, որ ես շատ գործեր ունեի այսպես անցնեմ ներս կոֆե դնեմ կոֆե խմողներ ձեն հանեք եկեք դնեմ աշը քնած սիրելի հետևորդներ բարի լույս և այո ինձ ինչ է մնում որ ասեմ կոֆե խմողներ ձայն հանեք Կոֆե դնենք խմենք և ձեզ էլ ասեմ կոֆե խմողներ հավաքվեք, եկեք, ջազմեն վերցրեք, ինձ հետ միասին կոֆե դրեք խմեք, էլ մեզ ոչինչ չի մնում անելու, ոչինչ չի մնում, մնում է որ Էլ մեզ ոչինչ չի մնում անելու, մնում է որ կոֆե դնենք, խմենք, տան գործերը կատարենք, վայ, այս եղանակը լրիվ ամուսնուս կողմից էր, չլսի, բայց դուք լսեցիք էլի, Այս եղանակը իրոք լրիվ ամուսնուս կողմից էր, այս խոսացած գործեր դասավորած, այն որ գար, անձրև լիներ, ինքը չկարողանար գար, հողամաս մեզ օգներ, բա, ես էլ Աշոտին ասում եմ Աշոտ ջան, հեսա, պապատ կգա, կարտոֆիլի տեղը կփորենք, կարտոֆիլը կցանենք, ծիլերը եղել են 1000 մետր, բա, այս անձրևն էլ կխոնավեցնի, չնայած որ երկոր, որ արև լինի կչորանա, բայց դե փորելը մնաց իմ ու Աշոտի վրա, չգիտեմ, խոսքերն ավելորդ են այստեղ, չգիտեմ ինչ ասեմ, ես էլ ինչ պիտի անեմ լուղր իմ տան գործերով, ինչ պատրաստենք, ինչ անենք, ինչ սարքենք, կոֆեն խմեմ, մի հատ գաթայի խմոր անեմ, նայում եմ եղանակին, հույս չկա այսօր, ես իմ ինչ հրաշք պետք է լինի, եթե շատ խնդրենք, շատ ասենք, Աստված կարող է, Աստված հրաշագործ է, կարող է եղանակը փոխվի կտրուկ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է, և մեր խնդրանքներում, որ խնդրենք կլինի, լավ է, այսօր մերին կգա, կտեսնենք,
Ուրա։ Որտեղ է։ Հազիվ են օրը գտանք համյակին։ Մի օր թաքնվեց, մեզ լեղապատառ արեց, սրտներս ճաքեց, այնքան տխրեցի, որ չկար, բայց ուրախացա, որ հայտնվեց, լավ է։ Հա, ուր է խամյակը։ Այն ինչը։ Մի արա ջուր մի լցրու վրես, էդ ինչ ես գնաց էդ հարամ բանը առակերը։ Բեր, ուր էիր գնաց է, ես ենքան շատ եմ սիրում ես խամյակին։ Մեզ շատ։ Ենքան շատ եմ սիրում, մի հատ կաղամբի կտոր բեր տանք ուտի, ռատատուի։ Չէ մի կտոր հանի ռատատուի կողոմբա ուժում, հանի, չէ նի մի արա, կաղամբ, ինչ է փոխնում է, Ան, տեսար ոնց վերցրեց, ես սրա ուտել է նայեք է, Ան, տար դիր վանդակը, տար, ես է ձերքերս գնամ լվանամ, գամ կոֆե խմենք, և ձերքերս լվացի, եկա տանենք այս, անուշ կոֆեն վայելենք, դուք էլ միացեք կոֆե խմողներ, գնացինք։ Անտիր, առավոտ շուտ վայելենք այս կոֆեն, են իշխեղջ թրջուններ են, նստել ենք ուզի ծառին, առավոտ շուտ ոգրովներ են, չեն էլ թրջվում։ Հետաքրքիր է, չէ, ամեն մի կենդանի ունի իր պաշտպանվող հատկությունը անձրևից, տաքությունից, սառնությունից, թրջունների, բմբուլների վրա երևի յուղային հատկություն կա, որ չեն թրջվում։ Մանավանդ բադերը, չէ, լողանալուց, որ դուրս են գալիս, տեսած կլինեք, որ ջրից դուրս են գալիս, տենց ջուրը գլորվում է իրենց փետուրների վրայից, յուղային հատկություն ունեն և չեն թրջվում։ Ես եղանակը լրիվ քո կողմից է, նոր էտ եմ ասում, ես դու պայմանագիր էիր կապեեք է, արխային տենց դուխով, հայերջան դուխով։ Ես կբացի ես որ հրան, ինչ գիտես, տվել ալ 100% անձրև, վայ։ Ես էլ առավոտ շուտ սկսեմ իմ էփել թխելը, սարքելը, փանքեկ կթխենք։ Ես էլ փանքեկ կթխեմ, մեկ կոֆեի բաժակ շաքարավազ, այսի այսպես, մեկ ձու, ոյ տեսեք ոնցոց անգամ մոռացա, որ ես սոդա վերցնեի։ Մի փոքր վանիլ, ինչ ամբողջը լցվեց այստեղը, արագ և համեղ նախաճաշ, որ հիմա սարքեմ, թեյ դնեմ, թեյ խմեմ ու հետնել այս փանքեքը կուտեմ։ Եվ չենք մոռանում բուսայուղի մասին, դուք էլ չեք մոռանում բաժանորդագրվեք հիմա լիքին, սիրելի հետևորդներ, եթե բաժանորդագրված չեք մինչև հիմա,
Եվ կաթը լցնեմ։ Կաթով, իդեպ կաթով ավելի համեղ է, քան մածունով։ Էդ էլ այդպես, ուրա։ Փոքրիկ էլ սոդա, գթալի ծայրով։ Ես արդեն միացրել եմ, որ տաքանա և խմորն էլ ալյուրը լցրեցի։ Մի հատ լավ խառնենք։ Ընտիր խմոր ստացվեց։ Եվ լավ տաքացել է արդեն։ Փանքեքի խմոր եմ արել։ Օ, ինչ լավ եղել է։ Եվ հաջորդը։ Կարելի է շշի մեջ լցնել, չէ, շիշունի։ Հանենք, ոյ, պատրաստ եմ։ Ճիշտ է, այս տակդիրի վրա դնելն է, որ դնում եմ այդտեղ ավելի լավ է լինում, եթե մի անգամից դնում եմ ափսեի մեջ, ինքը խոնավանում է, իսկ այսպես սառում է երկաթի հետ տակդիրի վրա, քունջութի սերմեր, բա, առողջարար, օգտակար, ու փակենք։ Ուրեմն սա պատրաստում եմ վերջացնեմ եւ ինչ եմ անում։ Այսօր Աշոտի բաղադրատոմսը գողացել եմ։ Հավիթևիկներ եմ պատրաստելու աջիկայով։ Չգիտեմ, ովքեր են պատրաստել, օրինակ Ֆրանսիայից ես ունեմ հետևորդուհի, որ պատրաստել էր հավիթևիկները աջիկայով ու շատ հավանել էին, ասում են ջանետ ինչ համեղ, ինչքան լավ ստացվեց ու ուրախ եմ, ես էլ չէի կերել աջիկայով, Աշոտը պատրաստեց ու ընտիրա հիմա ես վերջացնեմ, որպեսզի չխառնվի, համեմունքներ կավելացնեմ թևիկների վրա ու տեսնեմ երբ դնեմ ջեռոց, որ ժամանակին լինի, որ հենց հանեմ, մերին մտնի ներս, նստենք տակ-տակ մեր հացը ուտենք ու այսօր երևի ինձ թվում է, որ ոնց են ասում, չկա չարիք առանց բարիքի։ Այսօր ես իմ տան գործերը կանեմ, մի հատ լավ խոհանոցը, տակից վրայից դարակ մարակներով լավ կմաքրեմ։ Եթե անձրև է լինում, ձեռքերս այսպես ծալած չեմ նստում, տան գործերն եմ անում, ծառիթ է, տեղ չկա գնալու, հողամաշ չեմ կարող, բնությունը կանչում է, բայց ձեռքս ճար չկա։ Ես էլ տան գործերը կանեմ, շատ գործեր ունենք, որ թվում է, որ գործ չկա, բայց որ անես, հա կանդես, հա մաքրես, միշտ գործ է։ Երեկ ժամը 9-ից, երեկոյան 9-ից մինչև այս 9-ը լուսաբաց հերթապահության էր եւ գիտեք ում է հանդիպել Համլետին, Լուսինեին, ովքեր ապրում են Հունաստանում, գիտեք, շատերը ճանաչում եք, հետևում եք, ովքեր չգիտեն, թող բաժանորդագրվեն, я и не все YouTube-յան ալիքին, ասեմ հավեսին, ընտանիք, որտեղ իշխում է սերը, համերաշխությունը, միմյանց հանդեպ հարգանքը, ես շատ հավանում եմ, դիտում եմ իրենց ու մերիս 3 հանդիպել էր, Իսակգատուն տպավորությունների մասին կպատմի, այնպես որ բաժանորդագրվեք նրանց ալիքին, ովքեր չգիտեն, չեն ճանաչում, կտեսնեք ինչ հրաշք ընտանիք է։ Ասենք այս տարբերակով ոնց, ոյ, ինչ լավ եղավ, նայեք, ոյ մատերս վառում է, ահա, շատ լավ եղավ, լցնել ու չիայի սերմեր, փորձենք էլի, փորձերի արդյունքում են, չէ, ամեն ինչ ստացվում, ու խմորը լցնենք, ինձ թվում է կտարածվի, կկպնի, չէ, ահա,
Փորձում ենք այս տարբերակնել, որ երկու կողմը լինի։ Տեսնենք։ Ահա, մնացել է։ Ստացվեց ոնց որ թե։ Այս մի քիչ եմ հեչել, հրաման ստացա վերևներից։ Որ եկել է Լիլիթն ասում է պոպոկով արա, այն ժամանակ որ պոպոկ լցրեցի, ասում էր բանա, ինչի պոպոկ լցրեցիր, հիմա էլ եկել է ասում է պոպոկով արա, բայց դե պոպոկ չկա քո դրած։ Գոնե ասում է կակաո, ես է կակաո կլցնեմ։ Խաթրները չկոտրեմ։ Սիրելի հետևորդներ, ահա եւ վերջ, սա էլ վերջինը, տեսեք, ամենավերջինը փոքրիկ կտորներ ստացվեց, բայց դե կարևորը որ ստացվեց, սա թող մնա սառի, ու այստեղ տեսեք ինչ հավեսին տեսականի եղավ։ Իհարկե ընթացքում դե գիտեք Լիլիթը եկել վերցրել կերել է, բայց կարծում եմ սա բավական է նախաճաշի համար, թեյի հետ, ջեմով, կարագով։ Այս հավի թևիկները ես հիմա պետք է համեմեմ։ Ցնենք աղեմանում մի լավ։ Չգիտեմ ճիշտ թե սխալ անում եմ։ Ահա։ Ցիտրոն Կարմիր պղպեղ, Աշոտի աշկից հեռու։ Ուրա էլ այստեղ ավելացնենք։ Ինչա, բուսայուղ էլ է լցրել։ Քնածա թե չէ կհարցնեմ, բայց ես մի փոքր այսպես բուսայուղ կանեմ։ Ընդուրը փակի։ Բա ինչ անեմ, բա որ չսարքեմ ոնց եք ուտելու։ Էդ էլ այդպես։ Դες գնամ կինո նայեմ։ Սրանք էլ դնենք իրանց տեղերը։ Ահա, այս լույսը կարելի է անջատել և տեսնենք սա սառեց։ Եվ այսպես, ենքան համեղ է, որ գնում գալիս վերցնում ուտում ես, անկախ քեզանից, շատ լավն է, դուք էլ սարքեք։ Տոֆիլի կեղևները մաքրեցի, բայց հետո հիշեցի, որ Աշոտը կեղևները թողնում էր վրան, բայց խնդիր չի։ Ռեհան եմ չորացրած լցրել և ցիտրոն, հիմա էլ կարմիր պղպեղ։ Այսպես, մի հատ լավ աղ։ Աղը տեղը լինի, չէ։ Բավական է այսքանը։ Եվ ինչ եմ անում, իհարկե, այստեղ ես հիմա սրա վրա պարտադիր բուսայուղ։ Մի հատ լավ խառնեմ։ Այստեղ էլ հեսա հավի թևիկներ ես յուղաթուղն ինչի սենց եղավ երկու տակ եմ դրել, ես էլ հավի թևիկները, հիմա սա այսենց վերցնեմ, Աշոտը ոնց էր անում, ինչ էր անում, չեմ իմանում, բայց ես է սիրուն կարող եմ դասավորել անել։
Կարտոֆիլը ավելի շատ է, բայց գիտեք, կարտոֆիլը ավելի համեղ է լինում ուտում ենք։ Միշտ էլ տենց է, չէ, որ թոնրախորոված են անում, սիրելի հետևորդները, կարտոֆիլը ավելի միջոցառումների է գնում, հենց խորովածը բերում են, ասեք, որ ճիշտ եմ ասում, առաջինը այդ թոնրա կարտոֆիլն եք նախընտրում, չէ, ուրիշ է թոնրա կարտոֆիլի այդ խորովածը, հիմա այս էլ ասպես, այս էլ պակաս չի, բայց դա չի հասնի թոնրա կարտոֆիլին, են ուրիշը, են լրիվ ուրիշ համու հոտ ունի, ինչ է լավ տենց հաշվարկներով տեղավորեցի, տեսեք, և այս բուսայողը, այս լցնենք, վրա, գիտեք ինչ ուզում եմ այս կարտոֆիլի վրա, այդ աջիկայից է լցնել, շատ է հեսա կլնի կխոսա, բայց դե ես էլ ինքը չեր լցնում, ես փորձեմ լցնեմ, ինչ կլինի, որ շատ աշոտը գա վրաս խոսա, չէ, բայց դե ես էլ սաս թվոլնի, այսօր էլ թու այսպես լինի, իմ ձևով, այսօր էլ թող իմ ձևով լինի, չի մանակ քաղաքականացնում եմ, ես քաղաքականության հետ կապ չունի իմ ձևովը, ուղղակի սարքելուց ասում ենք, չէ, իմ ձևով, իմ տարբերակով, ահա, միացնենք ջեռոցը, շուտով, ու մինչև էրվի, թող տաքանա, նոր կդնեմ, մինչև էրվի մերիսը կգա, ես այստեղ սեղանը պատրաստեմ սրանք, այս քաղցրավենիքները, ուր տանենք, ես էլ չեմ իմանում, սրանք տանենք միջանցքի սեղանին, իշնաշատ սեղանը, վարենք մարոնգի, մանիրներ, ալի ինձ օգնես, օգնենք իրար, որ չհոգնենք, հա, նման կարգը խոսքա, բամյա հանենք, ենքան լավ է եղել ես բամյայի մարինատը, չի ծորում, ինձ գրում են ոնց ես անում, որ տենց խրխրթան ու ինքը չի ծորում, սովորական ձևով, որ փակում եմ, ոնց կա ցույց եմ տալի, ու ես էլ եմ զարմանում, որ հեսա մի հատ կիսեմ մոտիկից տեսեք, նույնը Շուշանի մարինատը, ասեմ ենքան լավ է եղել, շատ լավ, իր այդ որդագույն այդ ջուրը, իր այդ մինչի հյութը, տենց որ էփում ես ինքը վարդագույն երանգա չես տանում, ունենում մի հատ նայեք ջուրը վարդագույն իր այդ երանգը պահելա, սառնարանից հանեցի, տակը տվեց, տենց ապակին վատ է երևում, շատ ընտիր, ու նայեք հետևորդներ ջան, ես բամյան էլ եմ ցույց տալի, որ գրում եք նազ չի ծորում, ոչ, կտրում եմ, ոչ մի տենց ավելորդ, տեսեք, իր հյութը, ոչ ծորում է, ոչ էլ են, սովորական իմ այդ տարբերակով իմ ձևով պատրաստում եմ, ոնց տեսել եք, հետաքրքիր է, չէ, ես կերել եմ բամյա, որ իրան կտրում ես, ծորում է,
Տեսեք։ Չի ծորում ջուրը, կաթում է։ Սա արդեն գնաց ջեռոցը լավ տաքացել է։ Փակենք, ես սրանք թողնա այստեղ, հեսա որ չկերանք դնելու ենք, այս երշիկի մեջ մի երկու հատ մնացել է։ Մի երկու հատ տավել ահագին մնացել է, հեչ էլ երկու հատ չի։ Կանաչիներն էլ պահել եմ այս մեծ ցելոֆանի մեջ, թարխուն և կոտեմ։ Բայց ասեմ, այս կոտեմը ոնց որ թե ջրի համ լիներ, չզգացվեց, թե ինչ կանաչի է, համ, հոտ չուներ, եմ որ գնաց դաշտից ինչ-որ մի բույս խոտ քաղես ուտես, պոկես ուտես, համ կզգաս, բայց այս կոտեմից իրոք համ չեկավ։ Պանիրը կտրեմ, պղպեղն է կտրեմ, գիտեմ հեսա, ամեն մեկը մի կտորը կցանկանա, որ վերցնել, դանա կտանեմ, կծու չլինի, բոլորին հանի, ով քնած է արթուն կացեք, ով արթուն է հելեք, լվացվեք, հետո չասեք նազոն մենակ հաց կերավ, հանի, բոլորին հանի։ Կռիվ կանեն, թող սոված մնան։ Հա։ Մատնաքաշ չունեն։ Տակը կա, կարաս գնաս մի հատ առնես գա։ Այդ ձևեր մի արա, լավ, հետ, սիրտը շատ լավ է, հել, ձևիստ։ Եվ ինձ ինչ է մնում, մի հատ էլ ափսե վերցնեմ, սոխ կտրատեմ, վերջում այդ մսի կարտոֆիլի երեսը կարելի է սոխ լցնել։ Եմ որ հեսա Լիլիթը կասի, վայ, ինչի սոխ լցրեցիր, վայ, ես սոխով չեմ ուտում, դե այ մարդ ամեն ինչ էլ կերեք։ Ես զարմանում եմ, բնավորությամբ այդպեսին չեմ եղել, որ ասեմ փոքր ժամանակ հիշեմ, ասեմ, վայ, ես ես չեմ ուտում, են չեմ ուտում, ինչ եղել, ասուս, փուս, վայքի բարբարով ասած քարեն կակող կերել ենք, տենց չենք բողոքել, չենք տրտնջացել, բայց իմ այս երեխեքը, իմ երեխաները ինչ չեն քաշել, այն մեկը սոխ չի ուտում, այն մեկը կանաչի չի ուտում, այն մեկը ես ինչ չի ուտում, չեմ սիրում այն ինչ դրած աղսուսը փուս կերեք, ամեն ինչի մեջ էլ վիտամինները կա էլ։ Ու ամենադժվար հարցն է, այն որ ոչ թե մենակ այդ տան կնոջ համար, պատրաստողի համար, այն որ մտածի, լավ, բա ինչ սարքի, ինչ անի, այն մեկը սոված մնա, այն մեկը են, հետա, դե պետք է ուտեք, ու գիտեք ինչ եմ նկատել և հետաքրքիրն էլ այն է, որ մեկ է տեսար այս բանը կարող է մեր տանը չուտեն, մեկ է մի ուրիշ տեղ դնում սուսը փուս ուտում են, ասում եմ, բա դուք չէիք ուտում, այս ինչ հաշիվ է։ Մոտ էլ է նման բան եղել, որ երեխաները ինչ-որ մի տեղ ուտեն այն բանը, որը տանը երբեք չեն կերել։ Օրինակ, իմ մոտ այս վերջերս անցած տարի երբ որ Նարինեն եկել էր, իմ մոտ էլի այդպիսի զարմանք առաջացավ, որ ես ձավարով ջրալի ճարին են ուզել առանց մսի, սովորական, ու այդ ճաշը ես միշտ պատրաստել եմ, մեծ հաճույքով մենք կերել ենք, բայց երեխաները չեն կերել։ Զարմացա, որ Աշոտը մերին այդ ճաշը կերան։ Աշոտը այդ օրվանից սիրեց այդ ճաշը, նույն էլ մերին, կարելի է ասել այդ ճաշատեսակի անունը մնաց, ասում եմ, Նարինեի ճաշից եփենք ու շատ համեղ եմ։ Հեսա որ նորից Նարինեն եկավ Հայաստան, նորից այդ ճաշից պատրաստելու եմ, էլի առանց մսի։
Որովհետև իրենք են այդպես ուզում։ Ու հետաքրքիրն այն է, որ պատրաստում ես մեկ է մեկնաբանություններում գրում են, վայ, Ամերիկայից եկավ, հասավ ստեղ, դու իրեն այդպես այդպիսի ճաշ պատրաստեցիր, տվեցիր։ Իրենք են ուզում, սիրելի հետևորդներ, իրենք կարոտել են այդ հասարակին, այդ չգիտեմ, իրենց մանկության համն ու հոտն են գտնում դրանց մեջ։ Բացը կլինի, ես փանքեք։ Տակության տակ, որ չտա աչքերիս, տակությունը ու կարագը դնենք կարտոֆիլի վրա հիմնականը, ավելի փափուկ է լինում կարագը դրած, այսպես փոքր կտորներ դրեցի, ոյ, Ես ումարալը եկա, հարի պաչեմ, ես ումարալն եկա, ինչ ես թրջված մուկիկ էլ է, անձրև էր, ինչպես անցավ քո հերթապահությունը, ումը հանդիպեցիր, թախել է եկել է, հենա հաց եմ սարքում, մերի սոխ լցնեմ այդ մսի կարտոֆիլի վրա, հա, մերին ուզեց, ինչ լավ հովեսին էվվել ամ, բայց մի քիչ տեղ ունի, այդ ընթացքում էլ այսենց սոխ ենք լցնում վրան, որ ավելի համեղ լինի։ Այս անձրևը դու բերիր, այն կողմերն էլ էր անձրև, Երևանում էլ էր անձրև։ Բոլոր տեղերում, բոլոր, արտաշատում է։ Բոլոր տեղերում, ես բոլոր տեղերում սենց մանեմ եկի հանրապետության տարածքներով, ես գամ ասեմ, որ բոլոր տեղերում։ Արտաշատում էլ, ոյ, տենց ոգևորված եկել էիր, չէ։ Վեշմեշոկոս հավրակել։ Վեշմեշոկով եկել ես, ես քեզ ունես լավ վեշմեշոկ կտայм, դաշտի։ Նկատել եմ, այն էլ ինչքան թանկանստում, թանկանոց աշխատանք է։ Քանի որ մաման ասում է ումն ես տեսել, ես ասում եմ ումն եմ տեսել Լուսինեին և Համլետին եմ այսօր տեսել, ու շատ լավ մարդիկ են, ես շատ հավանեցի։ Հունաստանից են եկել և ես իրենց բլոգում կամ։ Որ նա բլոգը, я ими все. Всё. Йой, ну քուրիկ նայեք։ Գնեմ նա պաչի քուրոյիդ։ Մի նկարի։ Էշ։ Մամա պոչանք։ Ուցես։ Լավ, դու ինչպես ես։ Հատ։ Նանի հաց ենք ուզում։ Սոված ենք։ Բեր կաց։ Նանի հաց տուրն ես։ Այս պանիր ես։ Այս պանիր ես։ Հայրը տարել։ Հայրիկին իմանանք շուշուտ ուղարկն խանում։ Ոնց որ չեմ առնում, միշտ էլ առնում եմ։ Ուղղակի այդ տեսակը չեմ առնում ես։ Մենք այդ տեսակը չենք առնում ենք այս տեսակը։ Հեսա մի քիչ կա։ Գնդեվազի պանիրը միշտ այս տեսակն եմ առնում։ Դուք էլ զարմացաք այն տեսակը, այո։ Լսի, Մերի, եղեք նաձոր կար, բայց շատ պինդ էր։ Քարի կտոր էր։ Այն անգամ, որ 2 հատ բերեցի, տեսար հասած էր 2 հատ վերցրեցի։ Չկար, հենց մի ուրիշ տեսակ էր, գույնն էլ։ Օրը վարվա, վենք խոխոսրի։ Պրծեք, չի վարվել, լավ կարմրել է։ Նստեք։ Աշին ուղարկի կամբուր։ Հա, հեսա կլնի կվազի քնից։ Եկա վարպետոհոնը։ Արի բաղադրատոմսըտ գողատ։ Մեր ու տղա էլ սիրում ենք ձուկ բռնել։ Աշոտ ջան, այդ հանք բռնենք գանք։ Այս անձրևին։ Սիրելի հետևորդներ, ի ուրախություն ինձ, ի ուրախություն ընտանիքի անդամների, վերջապես անձրևը կտրվեց, ճիշտ է, անպած է նորից, բայց դե
անձրև չի գալիս, որ ինչու եմ ասում ընտանիքի անդամների, մի քիչ բարկացա վրաները, ասում են չէ, իսկ կիրակի օրը լավ չի, որ դու տանն ես, կամ էլ բարկանում ես, որ դուրս չես գնացել բնություն, ասում եմ դե ընտանիքով աղոթեք, թող անձրևը կտրվի, ես գնամ դուրս, Աշոտն ասում է Աստված ջան, անձրևը թող կտրվի, նենց արև դուրս գա, որ էլ մայր չմտնի, ենքան եմ ծիծաղացել ու ամուսնուս հետ է գնում ենք տորոնի արմատներ հանենք, ժայռի տակ է, ինքը անձրևը այնքան էլ ցեղ չի արել, գնանք հանենք գանք, բայց դե մաքուր օդ, անձրևից հետո գիտեք, չէ, օդը ինչքան մաքուր է, ես էլ արդեն շունչս բացվեց, տրամադրությունս լրիվ ընկել էր, են որ երեխեքն է զգացին, հա, ասում են չէ, դու տանը մնալու բան չես, գնա դուրս քո բաները, արմատ-մարմատները հանի, բայց տաք է, թռչունները լավ սիրուն հավեսին երգում են, հա, մենակ քարեր չփլվի, հա, անձրև է գալի փլվում է, քանդվում է, Սկացել ես, հովին ավելի հեշտ ես տեղնում, քան շոքին, հա? Շոքին հոգնում ես, հովին լավ է, որ հովա լավ, դաշտերում ման ես գալի, շունչը չի կտրվում, Սենց նույն ճանապարհով գնում ենք, էլի, մենակ թե անձրև չգա, ոյ, սիրելի հետևորդներ և մայրամախոտել ենք հավաքում, քանի որ այն պետք է լվանանք, չորանա, որ մնա միշտ պատվերը կա, դրա համար, քանի որ հանդիպեցին այսպես լավերը ու կարելի է ասել մեր լեզվով էլ տեղն ենք ընկել, մի քիչ քաղենք, հետո էլ տորոնը կա, հանենք սարերի Առաջի հայացքից թվում է, թե անպիտան բույս է, բայց շատ օգտակար է։ Սա է գյազն է, գյազից յուղ են ստանում և շատ օգտակար է։ Գրական անվանումը չեմ կարող ասել, սա էլ բադամն է, վրան տեսեք հին նուշի հետ, իր այդ կոճերը դեռ պտուղները կան, դառնա կոճ է ու շատ լավ է առողջության համար, ահա։ Բացեմ, տեսեք, սա էլ բադամի կոճը, բադամի կոճն է, դառն է։ Բա պատկերացնում եք, ինչքան դժվար է, չնայած յուրաքանչյուր աշխատանք էլ, յուրաքանչյուր գործ էլ դժվար է, իր բարդություններն ունի, իր վտանգավորությունները ունի, բայց դե սա ավելի վտանգավոր է, որովհետև դաշտերում, սարերում միայնակ ես ու դաշտերն էլ գիտեք լի են գազաններով, այսպես, բայց լի են նաև օգտակար խոտաբույսերով, բանջարներով, այնինչ, որ օգտակար է առողջության համար։ Ովքեր են սիրում դաշտի եղևնի, ինչ էր սիրում տենց գնդիկներ կա, իրա սերմերն ասա, բա հոտը, ոյ, ինչ լավնա եղևնու հոտը, երևի սիրողներ շատ կլինեն, եղևնու հոտ սիրողներ շատ կլինեն, մի հատ էլ էի զա փոքր, կլորակ սիրուն,
Մի հատ նայեք, տեսեք ինչ տեսարան է։ Ոնց որ թե այն կողմից ուզում է բացել, արև լիներ, արև դուրս գա, մեր եղանակը հենց այդ սարից է բացում։ Լավ է, այս է արևը։ Հով եղանակին ավելի լավ է աշխատել։ Մայրամախոտերն էլ լիքն են։ Այսպես ամբողջ սարը մայրամախոտ է, քաղող է պետք, քաղող։ Եվ ինչ եմ ասում, ես հիմա սիրելի հետևորդներ, ասում եմ փառք Աստծո այսօրվա համար, այն որ հավատացեք, ինչ որ մեծ սրտով խնդրում եք, Աստված կատարում է։ Առավոտ ես նայեցի եղանակին, անձրև էր ու նեղ սրտվեցի, բայց դե խնդրեցի, ասի Աստված ջան, թող ինչ որ սրտով ես խնդրում, այն որ անկեղծ ես խնդրում, Աստված կատարում է, անհնարինը դարձնում է հնարավոր, այո։ Եվ հիմա էլ փառք Աստծո, այսպես հավաքում ենք մայրամախոտ, հեսա կգնանք Տորոնի արմատներին ու կգնանք տուն, որ ուզենք միգուցե բանջարել հավաքենք, լավ է, Աստված ջան, շատ չհամարես, այս եղանակի համարել եմ փառաբանում քեզ, շնորհակալություն հայտնում, այս օրվա համարել, ինչ ասեմ, ես գոհ եմ։ Քայլում ես անվերջ, այսպես մայրամախոտեր են։ Ես ինչքան կաստե, ամբողջը ընտիր մայրամախոտ։ Հե՞, հոգնեցինք, գնանք տուն, բասրանց ինչ անենք, հենց գալիս ընգնում ենք լավ տեղը, հոգնում ենք, հա, տանել ենք տուն, հատ մաքրենք։ Հատ բնության ես հրաշքին նայեք, իշկա լավն է վայրի բադամը ծաղկել, հրաշք, վայրի նուշը։ Ինչքան շոտ է։ Մենակ մեղուն չկծի, ինչ լավ հոտ ունի, հրաշք։ Հրան չատեն կոմ մի գնա, ստեր անք է լավ կա, արդեն կարելի է գնալ տուն, մեզ էլ մեր բեր է, տան գործերը արեցի, հիմա էլ սենց, ես էլ պիտի տանենք տունը, մաքրենք, տանը այսօր շատ մաքրողներ կա, կօգնեն, արագ կմաքրենք, կչորացնենք, ինչ որ պետքն է կանենք։ Հələ տանը չորացրած ունեմ, պետք է գնամ փաթեթավորեմ, որ վաղը ճանապարհեմ, իսկ սրանք էլ կանցնեն մշակման փուլ։ Արդեն ահագին քաղել եմ։ Հեսակ տենց ձայն եմ լսում, են էլ վտանգի ձայն, են որ սիրտս մի բան գուշակում է, բայց չգիտեմ ինչ, են որ ասում եմ արի գլուխներս կախենք, գնանք տուն, քաղեցինք։ Երթը հասավ Տորոնի արմատների, մի հատ նայեք ինչ ընտիր արմատներ եմ հանում, դե որ գիտես տեղը հանում ես, չիմանաս, որ դից կհանես, ահա, այստեղ իշկան խոր է, փորես, արմատները կհելնեն, գերևան, մեզ հարազատ վայր գետի արփայի ափը, այստեղ մի օր կարելի է գալ մի բան կազմակերպել, են էլ ժամանակ չի լինում,
Եվ սիրելի հետևորդներ, ձեզ ասեմ մինչ հանդիպում, մինչև տանը, դե տանը պարտադիր վլոգի շարունակությունը կլինի, եղանակն էլ հիասքանչեր, գոհ ու շնորհակալ, գնում ենք տուն, մենք ինչ որ պետք էր, ինչքան մեզ հարկն էր, հավաքեցինք։ Աշտից բերք ու բարիքով եւ առատ մտանք տուն, մայրամախոտ եմ բերել, մաքրում ենք արդեն, ինչ եմ ուզում ցույց տալ ձեզ հետևորդուին, ով ապրում է Ստեփանավան քաղաքում, իր ստեղծած բարիքներից է ուղարկել, ահա, սա լոբու սերմը ու պարտադիր նշելա, որ ես հոնեմ շատ առատ բերք ունի, Անժելա ջան, շատ շնորհակալություն, ես անպայման կցանեմ ու կաճեցնեմ, գիտեմ, որ դու սրտանց ես այս ամեն արել եւ վատ սերմ չես տա, անպայման կցանեմ, ուրախ եմ, նորից ասում եմ շնորհակալություն, Աստված օրհնի ձեր չարչարանքին էլ, ձեզ էլ ուժ ու եռանդ տա եւ իրենց մեղրը լորվա համեղ համով հոտով մեղրը, ահա, դաշտուգումների մեղր վայելեք համը, վայելեք բնության համը, այո Անժելա ջան, անպայման կվայելենք ձեր լորվա բնության համը, լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, նաև կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով, պատվիրելով լոռվա բնության համով այս մեղրը, շատ լավն է, այստեղ տեսնենք ինչ, գեղեցիկ նկար, գեղեցիկ փաթեթավորում իհարկե, ամեն մի տարածքի մեղր յուրահատուկ համ ունի, դա կախված է տվյալ տարածքի ծաղիկներից, այո այն Ստեփանավանը դե գիտեք հարուստ է բուսական աշխարհով եւ հաստատ իմացեք, որ վատ մեղր չի լինի, ովքեր ցանկանում են ճաշակել եւ գնել Ստեփանավանի համերով այս ծաղկային համերով այս մեղրը կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին, ցենք, ահա, ուժ ու եռանդ Անժելա ջան, զակատած, ահա մի հատ նայեք, ինչ հավեսին մեղր է, Ստեփանավանից եկել հասել է վայք, ինչ տարբերակով, ինչ ճանապարհներով, բայց դե եկել հասել է վայք, չարչարանքով ստեղծած մեղրը, գովազդ եմ անում, եկեք կերեք, գովազդը չանցավ, մեղր, կարակ, ով կուտի, բա, ոնց ես ասում հրան, համով, հա, իրոք շատ համեղ մեղր էր, ապրես Անժելա ջան, ովքեր սիրում են աշխատել տանից, գործ եմ բերել, համեցեք, գործ եմ բերել, դաշտերը թալանեցինք, եկանք տուն, հիմա էլ նստել մայրամախոտն եմ մաքրում, Մերի, արի, պրծի դե, և բոլորին կանչում եմ աշխատանքի, եկեք Մերի, լարիտես ինչ գործ եմ բերել, տանից աշխատելու գործ, հիմա ասում են, չէ, ովքեր երկրորդ գործ են ուզում, երկրորդ աշխատանք, կարող եք աշխատել տանից, բա ասում եք ես երկրորդ աշխատանք եմ փնտրում, տանից աշխատելու համարը, գործ է, Էսի մաքրենք, որ տորոնի արմատները լցնեմ, փաթեթավորեմ, այն չորերը բերեմ, որ փաթեթավորեմ, ինքս ինձ խոսում եմ, Մերի, կողոմոմոյ մի հոտ պելե, քիչ է մնացել, բայց կա, մի գթալ չի հերիքի, կլնի,
Որը։ Գնայս միա տելե կոֆեդիր։ Տոշնի մեր տուններ, չէ, տենց։ Ռաֆոյի Ռաֆոյի վլոգներ։ Այսօր մեր տանը, որ բարկանում է, չէ։ Իչի պատվալ։ Իչի պատվալ։ Տոշնի մեր տան մաններ, որ Աշոտինն ասում, իչի պատվալ։ Այն բանը բեր, խեղճը ինչ եմ անել։ Այն բանը որն է, չէ, այն բանը բեր։ Շնորհակալություն իմ աղջիկ։ Ինչ պատվերներ եմ անում, մայրամախոտի, տորոնի, ամենաշատը տորոնի պատվերներն են և գիտեք ինչ, այս տոպրակների մեջ եմ ուզում գցնել, դասավորել այսպես գեղեցիկ են։ Հա, իդեպ սիրելի հետևորդներ, ես մի տորոնի մեջ պետք է արմատով դնեմ, տենց որ իմ գնորդը, որ ինքը իրանց հողամասում տնկի։ Այս հաստ արմատ այս վերևից կկտրեք, այս ներքևի մասերը կդնեք հողը։ Ինքը ծանր է, բայց դուք եք այդպես ուզել, ես էլ կատարում եմ ձեր պատվերը։ Ուզել եք, որ տանեք տնկեք։ Ես էլ մի հատ մեծը հավեսին տենց իր այդ աչկերով, որ ճյուղեր կարող է տալ, ցողուններ կարող է տալ, դրել եմ։ Սա առանձին դնեմ, որ հիշեմ, հասցեն ճիշտ նշեմ, ճիշտ տեղը գնա։ Տորոն եղավ 2, մի հատ նայենք, 2 տորոն, 1, Սիրելի հետևորդներ, ես վերջացրեցի իմ պատվերները, փաթեթավորելը և ահա սա 4, այս տոպրակի մեջ 4 տուփ է, 2 տուփ տորոն, 2 տուփ մայրամախոտ ուղևորվելու է դեպի Վանաձոր, Վայոց ձորից Վանաձոր, լավ է, չէ։ Սա 1 տուփ է ուղևորվելու է Գյումրի, հետևորդուին խնդրել է, որ տորոնի արմատները մի քիչ ծլերով դնեմ, որ տնկի իրենց հողամասում։ Սա Վայոց ձորից գնում է Երևան, 1 տուփ մայրամախոտ, 1 տուփ տորոն է, և սա էլ տորոն է, վայքից գնալու է վաղը Եղեգնաձոր։ Այսքանը այսօրվա պատվերները, դեռ առայժմ այսքանը, որովհետև սպասում եմ պատասխանների, կարող է ավելացնեմ։ Բաց չի, 4, 6, 8 տուփ, եթե պետք է նորից կփաթեթավորեմ։ Եվ սիրելի հետևորդներ, ձեզ էլ ասում եմ բարի գիշեր, և մի մոռացեք բաժանորդագրվեք ու լայքեք, ես վայքում եմ, դուք լայքում եք, լավ եղեք։